Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին նորից եթերում է եւ Մոսկվայից ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Բոլոր այն մարդկանց, ովքեր սովորականի պես այսօր էլ սպասում են մեր հերթական հանդիպմանը։ Իսկ այն, որ հանդիպումը շատերի համար հետաքրքիր է լինելու, կարող եք չկասկածել։ Ինչու եմ դա ասում, քանի որ այսօր մենք Երևանյան տաղավարում հյուրընկալել ենք բավականին հետաքրքիր մի ինքնատիպ անձնավորության Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Ողջույն, պարոն Ղուշյան, ուրախ եմ ձեզ տեսնելու առողջ եւ առույգ։ Գիտեք, շատ ուրախ եմ մեր հերթական այս ուղիղ կապի համար, որտեղ սա շատ կարևոր է այսօր։ Դե դուք ներկայացնում եք մի կուսակցություն, որի անունն արդեն ամեն ինչ ասում է, եւ կարծում եմ այն հարցերը, որ մենք քննարկելու ենք, դրանք ինչ-որ չափով առնչվելու են նաև ձեր կուսակցության, ձեր առաջիկա ծրագրերի հետ։ Տեսեք, երևի սկսենք այս վերջին նորություններից, երբ ստորագրվեց Տրամպի խաղաղության համաշխարհային այդ պայմանագիրը, միությունը ստեղծվեց եւ որի տակ իր ստորագրությունն է դրել նաև Հայաստանի վարչապետը։ Դե ձեր կարծիքով այս միությունը, որի մասին ես ասեցի, այս ինչպես ասում են Տրամպի այս հերթական նախաձեռնությունը, որին իդեպ Եվրոպան այդքան էլ ոգեշնչված չդիմավորեց, ինչ է տալու ընդհանրապես։ Տեսեք, հարցը պետք է դնել երևի այս կերպ, ում է ինչ տալու այդ խաղաղության խորհուրդը։ Բանն այն է, որ Տրամպը հետապնդում է իր սեփական շահերը եւ ներկայացնում է դա որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների շահեր, բայց միաժամանակ մենք բոլորս հասկանում ենք, տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նրա քաղաքականությունը, ել չեմ ասում աշխարհի մասին, նույնպես մեծ դիմադրություն է առաջացնում եւ այս տարի լինելու են միջանկյալ ընտրությունները կոնգրեսում, սենատում, ուստի Տրամպին շատ կարևոր է ցույց տալ, ներկայացնել իրեն իբրև ոչ միայն խաղաղարար, այլ ուժեղ առաջնորդ, համաշխարհային առաջնորդ եւ ահա ինչու նա փաստորեն հիմա բավական հանդուգն ծրագիր ներկայացրեց աշխարհին Դավոսում, ընդհանրապես երևի շատ հագեցած իրադարձություններով այս տարվա ընթացքում Դավոսը իսկապես կարևորագույն իրադարձություն էր, որովհետև այնտեղ հնչեցին այնպիսի գաղափարներ, այնպիսի ծրագրեր եւ այդպիսի պայքար տեղի ունեցավ աշխարհաքաղաքական, որ կարծում եմ ողջ 26 թիվը անցնելու է այդ Դավոսյան գործընթացների լույսի ներքո։ Եվ ինչ կատարվեց Դավոսում։ Փաստորեն Տրամպը առաջարկեց ի թիվ այլ գաղափարների փոխարինել Միավորված ազգերի կազմակերպությունը եւ ահա ինչու նա սկսեց այսպես կոչված ԽԽ խաղաղության խորհրդի մի նոր այսպիսի ծրագիր եւ մի շարք երկրներին առաջարկեց միանալ դրան։ Այդ երկրների թվում է Հայաստանը, բայց եթե մենք նայենք ում հետ է Հայաստանը հայտնվել այնտեղ եւ իմիջիալոց դրանից մի քանի օր առաջ Երևանի համար դա անակնկալ էր, որտեվ բառացիորեն 2-3 օր դրա այդ հայտարարությունից առաջ եւ Փաշինյանի Դավոս մեկնելուց առաջ նրա խոսնակը հայտարարում էր, որ Փաշինյանը ծրագրեր չունի գնալ Դավոս, այսինքն նրան կանչեցին շտաբ եւ նա անմիջապես մեկնեց հենց այս ձեր նշված խաղաղության խորհրդի գաղափարը իր եւ Ալիևի ներկայությամբ հաստատելու, որովհետև Թրամփը պատահական չէ նստեց հենց այդ երկու գործիչների արանքում։ Ինչու՞։ Անայն է, որ Թրամփը իրեն ներկայացնում է որպես
8 թե 10 պատերազմ խաղաղեցնող առաջնորդ, բայց իրականում փաստորեն կարող է ցույց տալ միայն մեկը։ Ճիշտ է, նա երբեմն շփոթում է Հայաստանը Ալբանիայի, իսկ Ադրբեջանը Կամբոջայի հետ, դա պատահում է նրա մոտ, նրա հետ նա Գրենլանդիան եւ Իսլանդիան էլ է շփոթում, ինչևէ, կարևոր էր նրան այդ պատկերը, այդ ցուցափեղկը, եւ այդ ցուցափեղկը ստացվեց, նա նորից հայտարարեց, որ փայլուն պայմանագիր է կնքել եւ մենք արդեն գիտենք, նա գիշերը հայտարարություն արեց արդեն գրավոր, որ փետրվար ամսին Երևան եւ Բաքու այցելելու է նրա փոխնախարարը Վենսը եւ շատ հետաքրքիր է թե ինչ ծրագրով է գալու Վենսը, այդ մասին Թրամփը գրեց բառացիորեն հետեւյալը. մենք ռազմավարական մեր Ամերիկայի համագործակցությունն ենք ամրապնդելու Ադրբեջանի հետ, վաճառել ենք նրան զենքեր, խոսելու ենք համատեղ կիսահաղորդիչների, այսինքն այդ պլատաների արտադրության մասին, վաճառելու ենք զինամթերք Ադրբեջանին, ինչպես նաև խոսելու ենք Հայաստանի հետ միջուկային համագործակցության մասին։ Այսինքն, տեսեք, Ադրբեջանի վերաբերյալ նա խոսեց ռազմավարական համագործակցության մասին, զենքի ու զինամթերքի վաճառքի մասին, կիսահաղորդիչների, Հայաստանի հետ խոսվեց այն մասին, որ Հայաստանում Միացյալ Նահանգները իրականացնելու են միջուկային համագործակցություն։ Ըստ երևույթին խոսքը գնում է ատոմակայանի այդ մոդուլային տարբերակը Հայաստանի հետ քննարկելու մասին։ Կարծում եմ ակնհայտ է, որ օրակարգը մեղմ ասած հավասար չէ։ Եվ մեզ այդ ամենը շատ անհանգստացնում է եվրոպական կուսակցությունում, ինչպես նաև այն, որ ամերիկյան քաղաքագետները անվանում են Վենսի այցը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը այս տարածաշրջանում արդեն աշխարհագրորեն ոչ թե հարավային Կովկասում, ինչպես առաջ էին ասում, այլ Կասպիան տարածաշրջանում, այսինքն Հայաստանը Միացյալ Նահանգների այս վարչակազմի տեսակետից դիտվում է որպես Կասպիան ռեգիոնի մասը։ Եվ սա շատ տագնապալից իրողություն է, որովհետև եթե մենք տեսնենք, թե ով է Հայաստանից բացի հայտնվել, համաձայնվել լինել Թրամփի այս ԽԽ-ում, խաղաղության խորհրդում, որը, կրկնում եմ, Թրամփի գաղափարով պետք է փոխարինի ՄԱԿ-ը, ապա դա Թուրքիան է, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղըզստանը, Ուզբեկիստանը, Պակիստանը, Մոնղոլիան, մի շարք այլ երկրներ, հրավեր է ստացել Ռուսաստանը եւ Բելարուսը, եւ մենք այստեղ պետք է հարց տանք, ում հետ եւ ում դեմ է կառուցվում Թրամփի կողմից այս կվազի իբրև թե նոր ՄԱԿ-ը։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ստացել է հրավեր, բայց Ռուսաստանը չի շտապում ընդունել այն մեկ պատճառով, որովհետև Ռուսաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում, հասկացել են, որ այդ Թրամփի ծրագիրը ուղղված է երկու հիմնական մրցակիցների դեմ։ Առաջին մրցակիցն է դա Չինաստանը։ Չինաստանը ակնհայտորեն շրջափակվում է, այսինքն փորձ է արվում շրջապատել եւ շրջափակել Չինաստանին այս նախագծով։ Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա եւ հարավ-արևելյան Ասիայի որոշ երկրներ, դրանք Թրամփի գաղափարով պետք է ստեղծեն օղակ Չինաստանի դեմ, տնտեսական օղակ։ Երկրորդ թիրախն է իհարկե ոչ թե Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանը հիմա որպես լուրջ քաղաքական գործոն աշխարհում չի դիտվում եւ ահա ինչու Պուտինը չի շտապում մտնել այս ԽԽ-ն, որովհետև նա հասկանում է, որ Չինաստանի դեմ ուղղված որևէ նախաձեռնություն Ռուսաստանի եւ Պուտինյան Ռուսաստանի համար շատ վտանգավոր է եւ մահաբեր։ Ուստի երկրորդ թիրախը դա Եվրոպական միությունն է եւ Եվրոպական միության երկրները
Հունգարիայից եւ կարծեմ Բուլղարիայից բացի մերժեցին եւ ոչ միայն Եվրոպական միության, Բրիտանիան մերժեց, Կանադան մերժեց այդ առաջարկը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ աշխարհը երկբևեռ է դառնում, ոչ թե երկբևեռ, այլ երկբևեռ։ Եվ Միացյալ Նահանգները փորձում են ստեղծել իրենց մի պատկերացումներով շահերի սպասարկողակումբ այն երկրներից, որ ես թվարկեցի, Եվրոպան, Եվրամիությունը, որին միանում են աշխարհագրորեն ոչ անգամ եվրոպական երկրներ, դա Ճապոնիան է, Հարավային Կորեան, Կանադան եւ կարծես թե Բրիտանիան, որը նորից սկսում է մտածել եւ խոսել Եվրամիությանը միանալու մասին։ Սա երկրորդ բևեռն է։ Եվ երրորդը դա բնականաբար Չինաստանն է։ Չինաստանը, որը բնականաբար չի հաշտվի այս իրողության հետ եւ հակադրվելու է դրան։ Ուստի ես այս ամենը կներեք մի քիչ երկարեցի իմ պատասխանը, բայց ասեցի նշելու համար, որ Հայաստանը կամա թե ակամա հայտնվում է մի կառույցի մեջ, որը ուղղված է մի կողմից Եվրոպայի, մյուս կողմից Չինաստանի եւ Հնդկաստանի նաեւ դեմ, որտեղ Եվրոպան հիմա շտապում է բարելավել հարաբերությունները Հնդկաստանի հետ եւ Ուրսուլա ֆոն դեր Լայնը արդեն այս օրերին մեկնելու է Դելի, ամրապնդելու Եվրոպա-Հնդկաստան կապերը, որովհետեւ Միացյալ Նահանգների ու Հնդկաստանի հարաբերությունները նույնպես սրվում են, ոչ այնչափ ինչ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի, բայց տեսեք ինչ է կատարվում Հայաստանի շուրջը։ Հայաստանը չի դիտվում հիմա որպես երկիր առանձին կամ առավել եւս եվրոպամետ երկիր, ինչը առաջարկում ենք մենք եվրոպական կուսակցությունը, մենք շարունակում ենք պնդել, որ միայն Եվրոմիության անդամակցումը կփրկի մեր պետականությունը, բայց Փաշինյանը դա չի անում, նա ընդունեց մեր առաջարկը եւ ընդունեց օրենքը, բայց սառեցրեց այն անմիջապես եւ մեկը մեկի հետևից կատարվում են սարսափելի սխալներ։ Վերջին օրերի ծանրագույն հանցավոր սխալներն են, որ կատարում է Հայաստանի կառավարությունը, դա մեկ, այն է, որ նա հայտարարել է Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերի միացման, համատեղ համակարգ ստեղծելու մասին եւ դա պարզապես զավեշտ է, որովհետեւ ինչպես կարելի է ռազմավարական տնտեսության համար կարևորագույն ողնաշար հանդիսացող էներգետիկան միավորել մի երկրի հետ, որի հետ դու չունես ոչ միայն խաղաղ պայմանագիր, որը օկուպացնում է քո տարածքը, որի զորքը դեռ կանգնած է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր մեր ինքնիշխան տարածքում, որը պատանդներ է պահում, ռազմագերիներ է պահում առ այսօր եւ շարունակում է զավեշտալի ծավալապաշտական հռետորաբանություն Հայաստանը կլանելու մասին։ Եվ երկրորդ խայտառակ սխալը այն է, որ ինչպես մենք տեղեկացանք երեք, փաստորեն եվրոպական դիտորդական առաքելությունը պատրաստվում է լքել Հայաստանը, դա հայտարարեց Միխայել Ռիթերը, գերմանացի ղեկավարը այդ դիտորդական առաքելության եւ փաստորեն մենք հասկանում ենք, որ դրանով Փաշինյանը կատարում է Ալիևի հերթական պահանջը եւ դա եւս մեկ քայլ է, որը հեռացնում է Հայաստանը ոչ միայն Եվրամիությունից, այլ մեր միակ հնարավոր փրկության ճանապարհից։ Ուստի այս ամենը շատ տագնապալից է եւ ես վերջացնելով այս միտքը հիշեցնեմ, որ 20 թվականի պատերազմը տեղի էր ունենում Թրամփի չեզոքության, անտարբերության ներքո եւ հույս կապել մեր անվտանգությունը կապել Թրամփի ադմինիստրացիայի հետ, որը եւ 20 թվականին եւ 26 թվականին փաստորեն ակնհայտորեն գերադասում է Ադրբեջանի շահերը եւ ավելի ճիշտ իր շահերը տեսնում է Ադրբեջանի, Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի հետ կապված եւ Հայաստանը այստեղ փաստորեն մանրադրամ է եւ մեզ կարող են ճիշտ այնպես զոհաբերել, ինչպես 1920-21 թվականին
Լենինն էր վաճառել Արևելյան Հայաստանը նվիրել եւ Նախիջևանը Թուրքիային, ինչպես Պուտինը 2020-23 թվականին նվիրեց, զիջեց Արցախը Ադրբեջանին եւ ինչպես Թրամփը հիմա փաստորեն պատրաստում է Սյունիքի հանձնումը, ինչու եմ ես այդքան մռայլ բան ասում, որովհետեւ ամենակարևորը Հայաստանի համար Դավոսում դա ոչ թե Թրամփի հետ հանդիպումն էր, դա Ալիևի հանդիպումն էր BlackRock աշխարհի ամենախոշոր ներդրումային կազմակերպության հետ, որի կարողությունը կազմում է 14-ից 15 տրիլիոն դոլար, կրկնում եմ, ոչ թե միլիարդ, տրիլիոն դոլար, դա աշխարհի ամենամեծ կորպորացիան է եւ ամենայն հավանականությամբ Ալիևը հենց այդ կորպորացիայի հետ է պայմանավորվում Սյունիքին վերաբերվող ադրբեջանական ծրագրերը իրականացնել BlackRock-ի հետ։ BlackRock-ը շատ մռայլ դեր է խաղում բոլոր պատերազմներում եւ այս առումով ես կարծում եմ մենք հիմա վկա ենք եւ զոհ ենք դառնում շատ վտանգավոր Հայաստանի համար ադրբեջան-ամերիկյան գործարքի, որի մասին մենք զգուշացրել ենք 2025 թվականի օգոստոսի 8-ից անմիջապես հետո մեզ կրկին չեն լսում եւ կրկին տանում են մեր երկիրը դեպի անդունդ։ Պարոն Խազմալյան, իհարկե կուզենայի որ անդրադառնայինք նաև տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես խոսքս Իրանում տեղի ունեցող խմորումների մասին է, այստեղ ինչ հեռանկարներ կան, ինչ զարգացումներ են մեզ սպասում։ Ես համոզված եմ, որ Իրանի ազատագրումը կարող է փրկել Հայաստանին այս ծուղակից, որովհետև այն ինչ ես համարում եմ ողբերգական զարգացումներ, ողբերգական եւ ճակատագրական վտանգ Հայաստանի համար, դա սկսվեց մեկ հիմնական պատճառով։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պատրաստում էին, հատկապես Իսրայելը այդ մասին խոսում էր բաց, պատերազմ Իրանի հետ եւ հենց այդ պատերազմի, որը տեղի ունեցավ 12-օրյա պատերազմը 2025 թվականի ամռանը, բոլորս հիշում ենք, երբ փաստորեն գլխատվեց իսլամական բանակի ղեկավարությունը եւ միջուկային ծրագրի առաջատար գիտնականները սպանվեցին թիրախային փաստորեն հարվածներով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից եւ այդպես Իսրայելը փաստորեն օգնում էր Թուրքիային եւ Ադրբեջանին Վաշինգտոնյան այդ պայմանագրում, որովհետեւ Սյունիքի միջանցքը, որը Ադրբեջանում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ այլ երկրներում անվանում են Զանգեզուրի միջանցք, ուղղված է նաեւ Իրանին մեկուսացնելու, կտրելու Հայաստանից եւ Հայաստանի միջոցով Սև ծովի, Եվրոպայի ճանապարհներից։ Սա մի ծրագիր էր, որը փաստորեն դրդեց Ամերիկային աջակցելու այս նախագծին, բայց բանն այն է, որ արդեն աշնանը անցյալ տարվա Իսրայելը գիտակցեց, որ հասնելով իր նպատակներին Իրանում եւ չեզոքացնելով վտանգը, նա ստացավ մի նոր վտանգ եւ հիմա ամբողջ ուժով աշխատում է այդ նոր վտանգի դեմ։ Այդ վտանգը Իսրայելի տեսակետից դա Թուրքիան է, ավելի ճիշտ Թուրանը։ Թուրքիան միանալով Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիային նորից խոսում է Թուրանի մասին։ Սա հին օսմանյան երազանք է, սա երեք թուրքերի ծրագիրն է, որը վերադարձավ Անկարայի օրակարգ
90-ականների սկզբին սովետական միության փլուզումից հետո եւ հիմա Էրդողանը ակտիվորեն իրականացնում է դա Ալիևի ձեռքերով, Պուտինի օգնությամբ, պետք է հասկանալ, որ առանց Ռուսաստանի դա տեղի չէր ունենա, ինչպես տեղի չէր ունենա Արցախի հանձնումը Ադրբեջանին, եւ ահա ինչ է տեղի ունենում հիմա։ Երբ Իրանում սկսվեց հեղափոխությունը, իսկ սա ակնհայտորեն փորձ է տապալել իսլամական ռեժիմը Իրանում, դրան ակտիվորեն աջակցում է եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Եվ այսպիսով փաստորեն ծրագիրը, որը կոչված էր դեռ կես տարի առաջ մեկուսացնել Իրանին, հիմա դառնում է անհեթեթ, եթե Իրանը իսկապես կարողանա ազատագրվել եւ ինչպես շատերը կարծում են իսլամական բռնապետությունը փոխարինվի ժողովրդավարական միգուցե սահմանադրական թագավորությամբ կարգավիճակով, դրա համար շատերը խոսում են շահ, ավելի ճիշտ շահի որդի Ռեզա Փահլավիի վերադարձի մասին եւ վերադարձի որպես ղեկավար Իրանի նոր առաջնորդ, ապա այդ դեպքում Իրանին մեկուսացնել հյուսիսից դառնում է անիմաստ։ Եվ ահա ինչու Իսրայելը արդեն աշնանը շատ արագ կողմնորոշվելով սկսեց փորձեր մերձենալ Հայաստանի հետ։ Խոսվեց հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին եւ վերջերս Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարության հետ վարչապետ Նեթանյահուն հայտարարեց, որ պետք է ստեղծել հնագույն երկրների եւ քաղաքակրթությունների ռազմաքաղաքական դաշինք Թուրքիայի դեմ։ Եվ ակնհայտորեն նա հրավիրում է նաեւ Հայաստանին այս դաշինքի մեջ։ Երևանում դա չեն հասկանում եւ շարունակում են մնալ փաստորեն թուրքական, թուրքարուսական կամ ռուս-թուրքական, ինչպես ցանկանաք, ծուղակում համառորեն պնդելով, որ դա մեզ բերում է խաղաղություն։ Ոչ մի խաղաղություն դա չի բերում, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք չեն հրաժարվել եւ չեն հրաժարվելու Հայաստանը կլանելու իրենց ծրագրերից եւ կրկնում եմ, այն ինչ կատարվում է հիմա Սյունիքում, դա Մոսկովյան 1920 թվականի 21 թվականի կներեք պայմանագրի ուղիղ շարունակությունն է եւ իրականացումը պարզապես Թրամփի ձեռամբ։ Եվ եթե Իրանը մնա եւս 1-2 տարի այս կարգավիճակում եւ Թուրքիան ու Ադրբեջանը օգտվեն այդ պահից, ինչպես իրենք օգտվել են 20 թվականի պահից, երբ որ Թրամփը հեռանում էր իշխանությունից, իսկ Պուտինը արդեն իրականացնում էր հակահայկական իր քաղաքականությունը, այդ պահը ճակատագրական կդառնա արդեն ոչ թե Արցախի համար, այլ Սյունիքի եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետության համար։ Մի հարց կա, որի մասին ուզում եմ անպայման խոսենք, պարոն Խզմալյան։ Դուք հիշատակեցիք գերիներին, պատաններին։ Վերջերս էլ ձեր հասցեին մեղանդրանքներ հնչեցին տարբեր մեդիաներից, որ դուք գերիների հանդեպ շատ անտարբեր եք, պարզապես ոչ մի վերաբերմունք չունեք եւ շատ այսպես ոչ մարդկային ինչ որ բաներ փորձեցին վերագրել ձեզ։ Ես կուզենայի, որ դուք բացեիք փակագծերի վերջո ինչից է գալիս այս ամենը, ինչու այդ լուտանքները թափում ձեր հասցեին։ Գիտեք, պարոն Ղուշյան, ես երկու պատերազմների մասնակից եմ, այդ թվում նաև 44-օրյա պատերազմի, այսինքն մասնակից եմ, ես կամավոր գնացել եմ եւ շարքային զինվորի կարգավիճակով հրամատներում եմ եղել պատերազմի օրերին։ Եվ մարդիկ, ովքեր ինձ հիմա ինչ որ մեղքեր են վերագրում անտարբերության մասին կամ գերիների մասին, այդ գերիները իմ, այլ ոչ թե ձեր ռազմական պատերազմի եղբայրներն ու քույրերն են, անհարգելի մեծապատիվ մուրացկաններ։ Ես չեմ խոսում այն ամեն ինչի մասին, ինչ անում եմ, բայց օր չի անցնում, որ ես կամ որևէ ձևով չմասնակցեմ ռազմագերիների ազատման փորձերին, միջազգային ասպարեզում,
ցանկացած խոսակցության մեջ եվրոպական դիվանագետների, Եվրոխորհրդարանում, երբ ես աշնանը այցելել էի այնտեղ, իմ գրառումներում, իմ ֆիլմերում ինչի մասին է խոսքը, ես պարզապես չեմ հասկանում, ուրիշ բան չգտնելով սկսում են պարզապես զրպարտել, դե պատահում է ոչինչ։ Ինչ վերաբերվում է այն երևի դրվագի մասին, երբ ինչ-որ իսպանացի կարծեմ հեռուստաընկերություն ինձնից հարցազրույց էր վերցնում Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին եւ այդ թվում հարցրեցին նաեւ Ռուբեն Վարդանյանի մասին եւ ես պատասխանեցի, որ Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ Արցախի այլ ղեկավարները զոհ են գնացել սեփական ողբերգական սխալի, նրանք Ռուսաստանի հույսով, Ռուսաստանից եկած, Ռուսաստանին լսելով եւ վստահելով հայտնվեցին Բաքվի բանտում եւ այն, որ ես անվանեցի այդ քաղաքականությունը Ռուսաստանի տրոյական ձի, ես բնականաբար դա չէի ասում ադրբեջանցիներին, ես գաղափար չունեի, որ այդ միջազգային հեռուստաընկերությունը կվաճառի իմ տեսանյութը ադրբեջանական ֆիլմի համար, Աստված նրանց հետ, բայց ճիշտն ասած ես երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը։ Ես համարում եմ, որ այն ինչ կատարվեց Արցախում, դա մեր հասարակության մի մասի ողբերգական սխալի Ռուսաստանին ապավինելու պատճառով է եղել եւ սա ողբերգություն է իհարկե, որ իրենք հայտնվեցին Բաքվում, ինչու հայտնվեցին, որովհետեւ նրանք հանձնվեցին ռուսական խաղապահներին, իսկ խաղապահները ծախեցին նրանց Բաքու։ Իրենք հույս ունեին Ռուսաստան վերադառնալ, Երևան միգուցե, բայց ռուսները իրենց ծախեցին Բաքու եւ այդ մասին էի ես ասում, ես դա ասում եմ բոլոր հարթակներում, այդպես որ մեծ ինչ որ նորություն այստեղ չկա կամ ինչումն է այստեղ այն մեղքը, որում ինձ հիմա փորձում են մեղադրել։ Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ, ցանկացած մեկին, լինի դա ռուս, թուրք, ամերիկացի, առավել եւս հայ։ Այնպես որ թող ուրիշի աչքերում փոշի փնտրելուց առաջ սկզբից սեփական աչքերի գերանը հանեն։ Եղավ, պարոն Խզմալյան, շնորհակալ եմ այսօրվա կապի համար, ես անպայման ուզեցի այդ հարցը ձեզ տալ, որտեղ ես էլ ճիշտ ասած չէի հասկանում, թե ինչու են այս լուտանքները ձեր ասեցին անընդհատ թափում։ Հիմա բարեբախտաբար դուք ամեն ինչի պատասխանը տվեցիք, շնորհակալություն այսօրվա հանդիպման համար, առաջիկայում եւս նախատեսում ենք կապ ձեզ հետ, իսկ այսօր ծերի բարեկամներ, թույլ տվեք ավարտել մեր այսօրվա զրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։ Այսօր այսքանը, ցտեսություն։